Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, եթերում Սիրիր մերձավորիդ հաղորդաշարն է, ձեզ հետ Հասմիկ Ավագյանն է։ Այսօր մի հրաշալի գործ ենք ընտրել քննարկման համար, որը կարծում եմ վաղուց պետք է լիներ մեր եթերում եւ երևի թե արդարացված էր այսքան հետաձգումը, որովհետեւ հրաշալի հյուրերի հետ ենք այն քննարկելու ձեզ համար։ Հյուրընկալել ենք Բվիկ հիմնադրամին, համահիմնադիր Ջուլիա Վարդանյան, ողջույն Ջուլիա ջան, եւ Մերի Տոնոյան, թռիչք գրքի թևերով առաջին մրցույթի հաղթողը, ողջույն Մերի ջան, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը եւ այստեղ եք։ Մեր հեռուստադիտողին ասեմ, որ այսօր քաոսն ենք քննարկելու Շիրվանզադեի եւ երևի թե հյուրերի ներկայությունը արդեն հուշում է թե ինչու հենց այս գիրքը։ Մերի տարիքի համար կարծում եմ հրաշալի ընտրություն ենք արել եւ ես վստահ եմ, որ մեզ կօգնես նաեւ քո տարիքի ընթերցողներին ինչ որ չափով օգնելու մոտենալ այս գրքին, հասկանալ այս հեղինակին հենց քո անկյունից, բայց քո թույլտվությամբ Ջուլիայի հետ սկսենք, վեպի կոնֆլիկտից սկսենք, Ջուլիա ջան, որովհետև շատ վեպեր կան, որ մի ահագին կարդում ես, գրեթե կեսն անցնում ես, այդպես էլ չես հասկանում, թե որտեղ է այս գրքի կոնֆլիկտը, ինչը քեզ պետք է ամենահետաքրքիր նոտայի վրա դնի, իսկ այստեղ Շիրվանզադեն հենց առաջին էջերից կարծես թե մեզ տալիս է այդ կոնֆլիկտը եւ կարծես ասում է դե վայելեք, ու կարծես հենց առաջին էջերից նաեւ արդյունքում վերնագրին է հղում տալիս, սրան անդրադարձանենք, եթե դեմ չեք։ Իհարկե, նախ նշեմ, որ իսկապես շատ հետաքրքիր էր, ես քաոսը վերջին անգամ դպրոցական տարիներին էի թերթել, ուսումնասիրել եւ ինձ թվում էր, թե ես վեպ ամբողջությամբ հասկացել, ընկալել եմ, երբ հրավերը ստացանք, բնականաբար մեկ անգամ եւս փորձեցի թերթել ու հասկացա, որ այս վեպը երբեք չի հնացել եւ չի էլ հնանա, թեև 100 ավելի տարի է անցել վեպի հրատարակումից եւ այո, եթե մերի տարիքում ես ընթերցում էի եւ կոնֆլիկտը ձեր ասած չէի նկատել հենց սկզբից, այլ ինձ համար գիրքը սկսվել էր Միքայելով, Միքայելի տեսակով, ես կարծում եմ, որքան էլ փորձել էր Շիրվանզադեն բացասական տեսանկյունից Միքայելին ներկայացնել, բայց դեռահասության տարիքում Միքայելը շատ գայթակղիչ, շատ հրապուրիչ կերպար էր եւ ինձ թվում է բոլոր աղջիկները տարվել են Միքայելով, բայց երբ այս անգամ ես նայեցի, ես ընթերցեցի գիրքը, ես միանգամից հասկացա կոնֆլիկտը եւ հասկացա, որ Շիրվանզադեն երբ անդրադարձել է Բաքու այցին, վեպը գրելուց առաջ եւ ասել էր, որ այնտեղ ամեն ինչ փայլուն էր արտաքուստ, այո, բայց ներսում անտանելի էր ամեն ինչ եւ բարոազուրկ, իրապես արտահայտված է իր վեպում եւ իսկապես հասկացա, որ նման դասական գործերը պարբերաբար անհրաժեշտ է վերընթերցել հասկանալու համար, որ ժամանակները կարծես թե փոխվում են, բայց մարդկային խնդիրները եւ կոնֆլիկտները կարծես թե մնում են նույնը։ Եվ այո, այստեղ մենք գրքում կարող ենք տեսնել բարեկամներ, ովքեր բարեկամ չեն, ընկերներ, ովքեր ընկերներ չեն, եւ այդ ամենը պատտվում է փողի, ոսկու եւ բնականաբար նավթի շուրջ։ Ու չի լքում մեզ մինչ այսօր։ Մինչ այսօր, այո։ Նավթը գուցե փոխվել է, բայց մնացած ոչինչ չի փոխվել։ Մերի ջան, Ջուլիայի նշածին կանդրադառնաս, թե ոչ, Միքայելի հետ կապված դու որոշիր, բայց երկու եղբայրներին անդրադառնանք այն անկյունից, որ այդպես կերպարանա փոխվում են, մեկը ամբողջությամբ լավն է դառնում, մյուսը ավելի այսպես դեպի դրական կողմերն է հա գնում, ինձ հետաքրքիր է այս ամենը դու ինչպես ես ընկալել, ինչպես ես զգացել եւ օրինակ կմտածեիր, որ մեծ եղբայրը կարող է այդպես 180 աստիճանով փոխվել դեպի վատը, որովհետեւ մենք միշտ սպասում ենք, չէ՞ որ վատ հերոսը լավը կդառնա, բայց այ որ լավը կդառնա ավելի այսպես խնդիրներով հարուստ մարդ, միգուցե անսպասելի լինի, կուզեմ սա լսել քեզնից։
Տեսեք, ինչ վերաբերվում է Միքայելի կերպարին, ինձ թվում է դա, եթե չասենք մեղավորությունը, ապա գրողի այսպես նրա տաղանդն է, նա Միքայելի կերպարը չնայած որ կառուցել է քայլ առ քայլ, այսինքն վատից հասցրել է դեպի լավը, նա առաջին դրվագներից սկսած Միքայելի կերպարին հաղորդել է ինչ որ խորհրդավոր գրավչություն, որը կարելի է ասել նրա անձնուրացությունն է, նրա հոգատարությունն է, չնայած որ ինքը ոսկի երիտասարդության ներկայացուցիչներից էր, չնայած որ բարոյազուրկ կյանք էր վարում, ամեն ինչից անկախ մենք Միքայելի կերպարում նկատում ենք, որ Միքայելը ինչ որ բանով տարբերվում է իր ընկերներից, իր հասակակիցներից, որովհետև մշտապես ինքը ձգտում է փոփոխության, բայց եթե դիտենք օրինակ Միքայելի ու Սմբատի կերպարները, ես ինչն եմ միշտ հավանել այս վեպի Քաոսի, որ Շիրվանզադեն ինքը ռեալիստական գրող է ու ինքը երբեք ոչ մի կերպարի չի դարձնում բացառապես դրական կամ բացառապես բացասական։ Ինքը ներկայացնում է բոլոր կերպարներին երկու տեսանկյունից։ Եթե օրինակ համեմատենք ռոմանտիկ գրողների հետ, օրինակ Սամվելի կերպարը, Գևորգ Մարզպետունու կերպարը, իրենք անթերի են, իրենք չունեն որևէ թերություն եւ նրանց պետք է ձգտել նմանվել, բայց Շիրվանզադեն բոլորի կերպարները ներկայացնում է մի քիչ համել փչացնում է։ Բոլորին ներկայացնում է տարբեր տեսանկյուններից, որ Սմբատը բացառապես անթերի չէր եւ Միքայելը բացարձապես վատը չէր։ Ու ինձ թվում է հենց սա էլ վեպի գրավչությունն է, որ մենք չենք կարող կանխատեսել, թե որ կերպարը ինչ կդառնա, որովհետև դա մեր կյանքն է։ Նա վեպում ներկայացնում է Բաքվի կյանքը այնպես ինչպես կա, նա չի ներկայացնում երազային կյանք, չի ներկայացնում գեղեցկություն, այսինքն դա էլ է ներկայացնում, բայց դրա հետ միաժամանակ ներկայացնում է այն ինչ ինքը տեսել է, ընտանիքներում տիրող քաոսը, հասարակության մեջ տիրող քաոսը եւ առհասարակ կյանքը ինչպես որ կա իր բոլոր գույներով, թե գունավոր, թե դժգույն։ Բայց ամեն դեպքում այն ամենասկզբում, երբ Միքայելը դեռ վատն էր, միևնույնն է ինքը հետաքրքիր կերպար է, չէ, եւ գրավում է, չէ, համաձայն ես, չէ, իմ ու Ջուլիայի հետ։ Օրինակ ես քո տարիքում շատ այսպես հիշում եմ, էլի տարվել էի ու փաստորեն Ջուլիան ինքն էլ նշեց։ Շատ լավ, շնորհակալ եմ, հրաշալի ես մեկնաբանում։ Ջուլիա ջան, մի քիչ արդեն ակնարկ եղավ խոսքում ձեր, բայց ուզում եմ մի քիչ այս հատվածը բացենք, այդ արդյունաբերական քաղաքի աժոտաժը, խելահեղ առօրյան, մարդկանց իրար կոկորտ կրծելը եւ 19-րդ դարում գրված այս վեպը կարծես հենց այսօր մեր իրականության մասին լինի։ Միգուցե մի փոքր այս կողմ, մի փոքր այն կողմ, բայց ֆանտաստիկ է ուղղակի այս հեղինակի այդ աստիճան դարերի համար գրված գործը, որ հենց հիմա կարդացողը, ես էլ հաղորդաշարի համար վերընթերցել եմ ու հենց հիմա կարդացողը նույն չափ կարծես կարող է փշաքաղվել, չէ, թե ինչքան մերօրյա է։ Ես կնշեի մի քանի կետով մերօրյան, առաջինը նյութապաշտությունը, երկրորդը ծնողավարությունը եւ երրորդը կենցաղը։ Եթե մենք ուշադրություն դարձնենք, իրականում բոլոր խնդիրները, կոնֆլիկտները ոչ այդքան նյութապաշտությունից են ծնված այս ընտանիքում կոնկրետ, այլ ծնողավարության սխալներից։ Շիրվանզադեն շատ հագնված, բայց շատ նուրբ կերպով տանում է այդ գիծը։ Ավագ որդուն պախարակում են ինչու, որ նա մեկնել է Ռուսաստան եւ ամուսնացել է օտարազգի կնոջ հետ առանց համաձայնության, բայց եթե մենք ուշադրություն դարձնենք, ավագ որդին կտրվելով այս ընտանիքից, ծնողավարությունից կաղապարված, ինքը այնտեղ դրսում ստեղծում է շատ ավելի լավ ընտանիք եւ շատ ավելի բարոյական կերպարի մեջ է։ Իսկ այստեղ գտնվող երեխաները, ովքեր իբրև թե ծնողների կողքին են, գլորվում են եւ ինչքան կտևեր այդ գլորվելը մինչեւ անդունդ անհայտ է։ Այստեղ շատ հետաքրքիր է, այսինքն չի պախարակվում իրենց կողքի երեխան, ով որ թմրամոլ է, ով որ ակումբներում է անցկացնում իր կյանքը, բայց պախարակվում է այն անձը, ով որ կտրվել է ծնողից, չի հնազանդվել ծնողին, միգուցե որովհետև չի ընդունել այդ արդյունաբերական համայնքի կաղապարված մտքերը։ Եվ ես օրինակ խորհուրդ կտամ բոլոր ծնողներին վերընթերցել քաոսը, որպեսզի այդ տիպիկ սխալները թույլ չտրվեն, որպեսզի մենք կարողանանք տարանջատել իրական խնդիրը երկրորդական խնդրից։
Այո։ Եվ այստեղ կարծում եմ Շիրվանզադեն հենց այդ ակնարկն է տալիս, որ դու կարող ես ունեցվածք ունենալ, դու կարող ես նավթահորեր ունենալ, բայց եթե դու ճիշտ ծնողավարության սկզբունքներով առաջ գնաս եւ դասիրակես քո երեխաներին, նրանք կլինեն իրական ոսկե երիտասարդներ, ոչ թե չակերտների մեջ։ Այո, շարունակելով Ջուլիայի միտքը, իհարկե դու բավական փոքրիկ ես ծնողավարության մասին խոսելու, բայց ուզում եմ ուղղակի կարծիքդ լսել այս հատվածի շուրջ, այ գրքի ամենասկզբում կարծես հեղինակը մեզ հենց այդ ծնողի քայլերի հաջորդականությունն է ներկայացնում, թե ինչ եղավ, ինչից ինչ բխեց, եւ ինքս որևէ որակում չտամ, որպեսզի քեզ լսենք, ինչ ես կարծում տղաների նույն հենց ավակ որդու վերափոխումը եւ այդ ամբողջ դեպի կործանում գնալու process-ում ինչ որ մեղավորություն ուներ Մարկոս Ալիմյանը այն առումով, որ կարծես իր կտակով հստակ հրահանգներ թողեց, իրականում սարսափելի հրահանգներ, որովհետև արդեն կառուցված ընտանիքի քանդվելու մասին էր սա, երեխաներից ինչ որ կերպ նույնիսկ չակերտավոր, բայց հրաժարվելու մասին էր սա, այ ինչ ես կարծում, եթե այս կտակը մի փոքր այլ կերպ լիներ, գուցե Սմբատը չգնար կործանման։ Առհասարակ ես կարծում եմ, որ այս վեպը կառուցված է այն մտքի վրա, որ մարդուն ամեն դեպքում ձևավորում է միջավայրը, որովհետև տեսեք, Միքայելը մի լավ խոսք ունի, որ ես միշտ նկատում էի ընթերցելիս, ինքը ասում էր, որ մեղավորը դու ես, որ ես այսպես դարձա, ինչու, որովհետև դու երբ գնացիր, օտարի հետ ընտանիք կազմեցիր, հայրս այլևս ինձ չթողեց, ինձ ու եղբորս չթողեց, որ մենք գնանք կրթություն ստանանք, ու ինչ էր ուզում Շիրվանզադեն ասել, որ ամեն դեպքում, եթե Միքայելն էլ միգուցե գնար, օտար երկրում կրթություն ստանար, օտար միջավայրում ապրեր, օտար միջավայրում լիներ, ինքն էլ կարող էր միգուցե այն ճանապարհով գնալ, որով Սմբատը, եւ միևնույն ժամանակ Սմբատը, որը վերադարձավ, սկսեց ապրել այն միջավայրում, որը իրեն արդեն երկար տարիներ խորթ էր, այն միջավայրում, որից ինքը ետ էր քաշվում եւ որի չէր ուզում ընդունել։ Այդ միջավայրում եկավ մի պահ, որ ինքն էլ սկսեց այդ միջավայրի քայլերով քայլել, այսինքն ինքը սկսեց իրեն տալ հարբեցողությանը, սկսեց անգամ ուշադրություն դարձնել այլ կանանց, այսինքն ամեն դեպքում միջավայրն է իր ազդեցությունը թողում մարդու վրա եւ իհարկե ես չեմ ասում, որ մարդը ընտրություն չունի եւ չի կարող վատի եւ լավի մեջ ընտրություն կատարել, պարզապես այստեղ մեկ այլ խնդիր կա, որ վեպի բոլոր հերոսները իրենց մեջ ունեին խորացած նախապաշարում այսինքն թեկուզ Սմբատը ինքը ամուսնացել էր շտապելով այն նախապաշարման հիման վրա, որ հայ աղջիկը չի կարող լինել կրթված, հայ աղջիկը չի կարող լինել խելացի, հայ աղջիկը միայն տանը նստելու համար է եւ ծակծկել է, էլի, ծակծկել է թեման։ Եվ ինքն էլ ուներ իր նախապաշարմունքները եւ դրա համար աղջիկ էր փնտրել օտար միջավայրում ու այստեղ Սրաֆյոն Գասպարիչը մի լավ խոսք ուներ, ասում էր ինչու ջիպոտդ քոլիցը չկտրեցիր, այսինքն ինչու միանգամից օտար միջավայրին վրա ուշադրություն դարձրիր, ինչու չփորձեցիր հայ աղջիկների մեջ փնտրել այն ինչ ցանկանում էիր գտնել, հայ ընտանիքը ուներ իր նախապաշարումները, որ հայ մարդը չի կարող օտարի հետ կյանք կապել, որ հայը պետք է հայի հետ ամուսնանա, ոսկեհատը ուներ իր նախապաշարումները եւ այլն, այսինքն բոլոր հերոսները իրենց մեջ ունեին խորացած նախապաշարմունքներ, որ չէին ուզում զիջել։ Ու ինձ թվում է, այստեղից է գալիս այն եզրահանգումը, որ ոչ մի հերոս մյուսից, այսպես ասած, լավն ու վատը չէր։ Պարզապես նրանք միջավայրի ազդեցությամբ, հասարակության կարծիքի, այսպես ազդեցությամբ իրենք հանգում էին որոշումների, որոշների համար դրանք լավ էին, որոշների համար վատ էին եւ կարծում եմ ձեր հարցի համար, որ Մարկոս Աղա-Ալիմյանը մեղավոր էր թե չէ, դա էլ իր կետն ուներ, որ Մարկոս Աղա-Ալիմյանը իմանալով իր զորությունը, իմանալով, որ ինքը ընտանիքի հայր էր, այսպես ասած, մահացավ ու բոլորի վրա թողեց իր պարտադրանքները, ու դրա համար շատ լավ հնչեց, բոլորի վրա թողեց իր պարտադրանքները եւ դրանով երևի հենց կհնչի իմ հաջորդ հարցը, այդ պարտադրանքների քողի տակ նաև մարդիկ
իրենք են, չէ, ամեն դեպքում ընտրում լինել լավը, լինել վատը, տրվել շվայտությանը, թե գնալ ամեն դեպքում դրական ուղով, չնայած գուցե մի քիչ հիմա արդեն հասուն տարիքում կարդալով հասկանում եմ, որ Սմբատի համար չափազանց բարդ խնդիր էր դրված մնալու լավը, մնալու ընտանիքի կողքին, մնալու հորը հարազատ, հա, չմերժելով հոր խոսքը, բայց ամեն դեպքում հեղինակը կարծես թե հենց սա էլ է մեզ հուշում, հա, որ այդ ընտրության պահին պետք է լինել խելացի։ Միանշանակ եւ այստեղ ես ուզում եմ նաեւ շեշտադրեմ ավագ որդու խելացիությունը, երբ նավթորերի մոտ էր, պատտվում էր եւ տեսնում է, թե ինչ դաժան պայմաններում են աշխատում, ասում եմ մենք պետք է բարելավենք եւ աշխատակիցը ասում է, բայց ինչպես, չէ՞ որ ձեր հայրը ասում էր, որ ինչքան քրտնաջան են աշխատում, այդքան լավ են աշխատում եւ այսպիսի մի արտահայտություն է անում, ասում է հայրս իր ժամանակի համապատասխան էր մտածում։ Մենք այստեղ նաեւ կարող ենք արձանագրել, որ ընտրության դժվարությունը կանում էր նաև այդ ժամանակահատվածից կտրվելու մեջ ավանդաբար մեզ փոխանցված այդ պարտադրանքները մեր ուսերից թոթափելու, գցելու եւ առաջ գնալու մեջ եւ կարծում եմ այստեղ քանի որ արժեհամակարգ է փոխվում ամեն դեպքում որքան մենք մեր մտքում մենք մեր ուղեղում ունենանք ինչ որ ձևավորված արժեհամակարգ, բայց երբ որ միջավայրից ու հատկապես երբ որ ծնողն է ինչ-որ մի բան մեզ պարտադրում, մեր մեջ կոնֆլիկտ է ստեղծվում։ Ուզենք թե չուզենք։ Եվ կարծում եմ կոնֆլիկտային իրավիճակներում միայն շատ ամուր կոփված մարդը կարող է չսխալվել։ Այո։ Այնպես որ այստեղ այո, իր համար էլ էր դժվար, ավագ որդու համար էլ էր դժվար չկոտրվելը, չսխալվելը, բայց եւ մենք կարող ենք նկատել բնավորության գիծել, փաստորեն իր մեկնելը եղել է փախուստ, ոչ թե որոշում։ Փախուստ, որպեսզի չկործանվի։ Եվ հետ գալով ապացուցվում է, որ ինքը բնավորության պետք անել ամուր մարդ չէր, եւ եթե մնար եւ շարունակեր կյանքը ծնողների տրվեց, այո, միանգամից տրվեց այն գայթակղություններին, որոնք որ կային։ Պարտադրանքները շատ բարդ բան են եւ այստեղ նստել ու ասել կարող էր լավ ընտրել, կարող էր վատ ընտրել, ինձ թվում է շատ բարդ է, որովհետեւ մարդը ունի հոգեվիճակ եւ այդ հոգեվիճակում ամեն դեպքում սեր երեխաների հանդեպ, որքան է ասում էր կնոջը չի սիրում, բայց վստահաբար ինչ որ կապեր կային էմոցիոնալ եւ այս էմոցիոնալ բումի պատճառով բնականաբար կարող էր լինել եւ սխալ։ Այո։ Եվ ուզում եմ մայրիկի թեմային մի փոքր անդրադարձ անենք, ճիշտ է, ինքը շատ այսպես կողային է գնում վեպում, միշտ երկրորդ պլան մղված, բայց հենց այս մասին եմ ուզում խոսենք, որովհետև ամեն դեպքում ոչ մի երեխայի կյանքում մայրիկը այդքան երկրորդային դեր չունի, համենայն դեպս մեր օրերում, չեմ կարող վստահ ասել 19-րդ դարում ինչպես էր արտահայտված հատկապես այդ մշակույթը կրող մարդկանց կյանքում, բայց միգուցե հենց նրա այդքան երկրորդային դերում լինելը նաև կապ ուներ երեխաների այդ ամբողջ վերուվարի հետ, ինչ կասես Մերի ջան։ Իմ կարծիքով ես ոսկեհատին միշտ դիտել եմ որպես կերպար, ով վախենում էր հասարակական կարծիքից։ Այ վեպում մի լավ հատված կա, երբ Արշակը տնից փորձում է փախչել, փորձում է փող վերցնել եւ դանակը դնում է կոկորդին, ասում է, եթե չտաք ինձ կսպանեմ, ու ոսկեհատը այդ դրվագից հետո երբ խոսում է եղբոր հետ, ինչ է ասում է նրա հասակակիցները ինչ կասեն, նա ուներ հարուստ հայր, բայց գրպանում չունի փող, ինչ կասեն մեր ընտանիքի մասին, այսինքն ինքը մտածում էր, որ իրենց ընտանիքի պատիվը չընկնի, թող իր տղան փչանա։ Այստեղ գալիս է այն կետը, որ ինքը իրականում բախտավոր մայր չէր։ Երկրորդ գլուխը երբ վեպի սկսվում է, հենց այդ հատվածով է սկսվում, երբ ասում է, որ ոսկեհատը 4 զավակների մայր էր, որոնցից մեկը
օր ու գիշեր նրանց հավեր պատճառում այն փաստով, որ ամուսնացել էր օտար կնոջ հետ, երկրորդ որդին ամբողջ օրը փողոցներում հաշվայտ կյանք էր վարում, երրորդ որդին երկրորդ որդուց էլ ավելի շվայտ կյանք էր վարում եւ կործանել էր արդեն իր կյանքը 16 տարեկան հասակում, աղջիկն էլ 2 հիվանդ զավակ ուներ եւ աղջիկը չար էր, նեռ, անբարյացակամ եւ այսինքն ինքը ամեն դեպքում բախտավոր չէր եւ ինքը հենց այդ հասարակության կարծիքից վախենալով իր համար գերադասելի էր, որ հասարակությունը իրենց ընտանիքի մասին վատ բան չասի, քան որ ինքը իր զավակներին ճիշտ ուղիով տանի, ճիշտ ուղիով դաստիարակի։ Հենց այն փաստը, որ իր որդին ամուսնացել էր օտար կնոջ հետ, միգուցե եթե ոսկեհատն էր ինչ որտեղ զիջեր, եթե ինչ որտեղ փորձեր, երկուսն էլ փորձեին զիջումների գնալ միմյանց հետ, այդքան կոնֆլիկտը մեծ չլիներ, բայց ոսկեհատը ինչ էր ասում էր, եթե մեր բարեկամները գան ու նստեն մեր տանը ու շիկահեր ու կապույտ աչքերով կինը գա այստեղ, նրանք ինչ կասեն։ Այսինքն ամեն դեպքում բոլորն էլ առաջնորդվում էին այդ սկզբունքով, որ ինչ կասեն մարդիկ։ Այդ սկզբունքով էին առաջնորդվում։ Եվ ուզում եմ մայրիկի կերպարը այսքան հրաշալի կարծիք հնչեց, մի քիչ էլ նկարագրենք որպես կին, այդպիսի հզոր մարդու կին եւ միգուցե օրինաչափ է, հա, որ անընդհատ ամեն բան ծածկող, վայ չիմանան, վայ չլսեն, վայ ինչ կասեն, որովհետեւ միգուցե դա Մարկոս Ալիմյանի ընտանիքն էր, այս ճակերտների մեջ էր միգուցե ապրում այս կինը։ Ես կարծում եմ ոչ թե միգուցե, այլ հաստատ, եւ ես կարծում եմ, որ կիները ողջ կյանքը ապրել էր կուլիսների հետևում, այսինքն ինքն իր կյանքը չէր ապրում։ Ես կարծում եմ, որ Շիրվանզադեն հերթական անգամ բնութագրելով կյանքը, կնոջ կյանքը նկարագրում էր այն քաղքենի միջավայրը, որտեղ իրեն գտնվում էին, որովհետև բոլոր այն արտահայտությունները, որոնք կիրառվում էին, նկարագրում են այդ քաղքենիությունը։ Մարդիկ չունենալով իրական արժեքներ, բացի նավթից եւ ոսկուց, իրենք ձգտում էին Երևալ այնպիսին, ինչպիսին իրենք չէին։ Եվ հենց այդ պատճառով հասարակական կարծիքը, որը որ ձևավորված էր իրենց շուրջ եւ իրենց մասին, իրենք փայփայում էին ամեն գնով, նույնիսկ թմրամոլ որդու, չգիտեմ, արածները այսպես արածները փակելով եւ չմտածելով, որ դա շատ ավելի վատ է եւ շատ ավելի վատ է անդրադառնալու նույն այդ ընտանիքի պատվի վրա, քան բարձրաձայնելը եւ իրական խնդիրները լուծելը, այո։ Միքայելը բախտավորվեց, իսկ ես միշտ անբախտ կմնամ, այս տողով է, հա, կարծես վերջաբանը տալիս ու նույնիսկ մեզ մտածելու տեղ տալիս մեր հեղինակը, շատ կարճ փոքր անդրադարձ անենք նաև հենց վերջաբանին, միգուցե հեղինակը այստեղ մի քիչ էլ մտածելու տեղ է տալիս ի վերջո ինչ եղավ մեր հերոսների հետ։ Իմ կարծիքով սա Շիրվանզադեի տաղանդներից մեկն էր, նշեմ, որ էլի նշեցի, որ ինքը ռեալիստական գրող էր ու ես քաոսի այդ կետն էլ եմ սիրում, որ ինքը չի վերջանում ամբողջովին լավ, այսինքն տեսեք Ոսկեհատն ու Անտոնինա Իվանովնան ասում է դեռ հավիտյան ատելու են իրար, Սմբատը անբախտ է մնում, եղբայրը չի բուժվում այդպես էլ, այսինքն ինքը ամեն դեպքում ռեալ է ներկայացնում կյանքը, ինքը չի ասում, որ կյանքը հեքիաթ է եւ ամեն ինչ լինելու այնպես, ինչպես մենք ենք ցանկանում։ Սմբատը վատ մարդ չէր, այնպես չէ, որ ինքը վերջում, որ տրվեց փողի գայթակղությանը, դա նրան վատ մարդ դարձրեց։ Ինքը պարզապես եկավ առավ այդ փողի համը ու իր բնավորության մեջ փոփոխություններ տեղի ունեցան, բայց Շիրվանզադեն ասում է, որ Միքայել դարձավ։ Շիրվանզադեն ասում է, որ բոլորի բնավորության մեջ էլ այդ գծերը կան ու մարդիկ բոլորը չէ, որ բախտավոր են, մարդիկ բոլորը չէ, որ լավ ճակատագրի են արժանանում։ Մի լավ տող կար, երբ Սմբատը Միքայելին ասում է, երկուսս էլ զոհ ենք դարձել, ես բարի հրեշտակի, դու չար դևի զոհը։ Ասում է, կա քաղցր թույն եւ դառը թույն։ Քաղցր թույնը գրավում է, իսկ դառը թույնը սպանում է, բայց մաքրում է նաեւ։ Այսինքն ինքը այլ կյանք էր տեսել, իր եղբայրը այլ կյանք էր տեսել։ Իսկ երբ ասում է, որ ես հավիտյան անբախտ կմնամ, կարծում եմ Շիրվանզադեն ուղղակի ուզում է ցույց տալ, որ մարդը չի կարող ապրել այն երազելի կյանքով, ինչ որ ինքը ուզում է, մարդը հաճախ իրոք դառնում է
միջավայրի նախապաշարումների, միջավայրի իրադարձությունների զոհը։ Այո։ Կարծում եմ սա դժբախտ մարդկանց մասին պատմություն է եւ մենք դեռ չգիտենք Շուշանիկը եւ Միքայելը իրոք մինչեւ վերջ երջանիկ եղան թե չէ, որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ նման կյանք վարող մարդու կյանքում միանգամից չեն կարող սովորությունները անհետանալ։ Եվ Շիրվանզադեն ինչու է մեզ մտածելու տեղիք տալիս, որ եթե դու նման միջավայրում ես մեծացել եւ շարունակական սխալներ ես թույլ տալիս, այո, դու երբեք չես կարող լիարժեք երջանիկ լինել։ Այո, եւ կարծես մեզ հուշում է, որ միշտ պետք է աշխատել սեփական անձի վրա, միշտ պետք է մտածել յուրաքանչյուր քայլից առաջ եւ միգուցե վաղը հնարավոր է սմբատը նորից դառնար լավը ու ինչ իմանանք թե հետո ինչ կլիներ։ Ես շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար, ես շնորհակալ եմ այսքան հետաքրքիր քննարկման համար, ես շատ ուրախ եմ, որ մենք այսպիսի այս տարիքում գտնվող ընթերցողներ ունենք, որ այսքան խորքային կարող են համենայն դեպս այդ տարիքին համապատասխան հասկանալ ու վերլուծել գիրքը եւ մեր գործընկերների կողմից ուզում եմ նվերներ հանձնել ձեզ Ագաթա Քրիստի Edit Print հրատարակչության կողմից եւ հուսով եմ, որ դեռ էլի կհանդիպենք մեր տաղավարում ու իհարկե Կարապ աուդիո գրքերի կողմից 1 տարվա բաժանորդագրության պրոմո կոդեր, նաեւ որոշակի ազատ ժամանակ ունենալիս լսելու համար եւս մեկ անգամ շնորհակալ եմ, իսկապես շատ հետաքրքիր քննարկում էր։ Մենք ենք շնորհակալ հրավերի եւ Բվի կրթական հիմնադրամի հանդեպ տածած հետաքրքրության համար։ Սիրով։ Սիրելի հեռուստադիտող, իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից գրքային հաջորդ կանգառում։ Ձեզ հետ Հասմիկ Ավագյանն էր, հաջողություն։